Բարև ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, կրկին ձեզ համար ներկայացում է Ղազարյան versus Ղազարյան նախագծի հերթական թողարկումը։ Պետրոս Ղազարյանը մի շատ տարօրինակ կապերով կապված է ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Արդեն ամիս չկա, որ նա Ռուբինյանին չհրավիրի իր մոտ հարցազրույցի։ Սրան սարքել են հանրային հեռուստաընկերության աշխատող։ Դե քանի որ մենք էլ արդեն ձեռներս նստել է սրա վրա, արդեն կարում ենք սրան լավ մշակենք, որոշեցինք այս անգամ նույնպես բացառություն չանել։ Ձեր համար մշակվում է ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան։ Բաժանորդագրվեք, վայելեք, տարածեք այս տեսանյութը։ Եկող սիրելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք հետևել կարևորագույն իրադարձություններին։ Դուք գիտեք, որ կառավարությունը իր կայքում հրապարակեց բանակցությունների փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կախված եւ ազգային ժողովի լսումների մեծ մասը այդ թեմայով էին, ընդդիմությունը իշխանությունը շարունակում են իրար մեղադրել այս թեմայով։ Մենք կզրուցենք ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի հետ, բարեկո պարոն Ռուբինյան։ Եվ մեր հյուրը Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, Պետրոս, էլի մենք ամեն հաղորդում սկսում ենք քո տգիտությունը հաղթահարելով։ Ազգային ժողովում վերջին շրջանում լսումներ չեն եղել։ Ազգային ժողովում եղել է նիստ, եւ եթե ինչ-որ հարց քննարկվել է նիստի ժամանակ։ Ազգային ժողովի նիստերը, հանձնաժողովների նիստերը, ազգային ժողովում խորհրդարանական լսումները, ազգային ժողովում քննարկում, դրանք լրիվ տարբեր բաներ են։ Արա այդքան էլ այդ աղջկերքի աշխատածը ափսոսը սա գալի, դրանք էլ դրա համար են սարքում, բերում այս թղթերով դնում դեմդ, արա էլի չես կարում դու բան անես։ Արա այդ ինչ հաստ պատնեշ, արա պատնեշը, որ ոչ մի ձևի չի լում հաղթահարել ան։ Դե լավ, դու ընդդիմության մասնագետ ես, չէ՞, ուշքու միտքը թե ընդդիմությունն ինչ է ասում։ Դե սկսենք, հələ մի ասա տենանք ընդդիմությունն ինչ է ասում, Պետրոս։ Ընդդիմադիրները ասում են այ 19 թվականի փաստաթուղթը, ըստ այդ փաստաթղթի մենք խաղաղություն ենք ունենում, դե ֆակտո Արցախը անկախ է լինում, Քելբաջարն ու Լաչինը մերն են լինում, միջազգային խաղապահ ուժեր էին կանգնում, 5 շրջանները վերադարձնում էին Ադրբեջանին, բայց այնտեղ ադրբեջանական ուժերի մուտքը արգելվում էր։ Այսինքն մի հատ հոյակապ փաստաթուղթ։ Այդ ով է ասում, եթե կարելի է։ Հանրապետականները, ՀԱԿ-ի անդամները։ Շատ լավ։ Չէ, էդի հանրապետականները, ՀԱԿ-ի անդամները չեն ասում։ Էդի գրած է ձեր կողմից հրապարակած փաստաթղթերի մեջ, որը կոչվում է 2019 թվականի համանախագահների առաջարկ։ Այդ Պետրոսի ասածները այնտեղ գրած է։ Դուք եք ասում։ Ձեր հրապարակած նյութի մեջ է դա ասվում։ Հիմա հերթով։ Դե կերթով գնանք, էլի։ Եվ խնդրում եմ զինվել համբերության, որտեղ թեման մի փոքր շատ է, մի փոքր բան, եւ ասում են անհայտ է թե դուք ինչ եք պատասխանել այս փաստաթղթին։ Շատ լավ, հետով կգանք։ Մի վարքյան նշեմ, որ չմոռանամ։ Ուզում եք ես մի հատ էլ ասեմ։ Չէ։ Էդի կոմոտ է, որ պիտի 20 անգամ ասի։ Այս մարդը միանգամից հասկանում է։ Ուժեղ դիվանագետ է։ Առաջի աշխատանք եղել արտաքին գործերի փոխնախարար։ Նախ ինչ է 2019 թվականի փաստաթուղթը։ Դա չի եղել որևէ նոր առաջարկ, նոր փաստաթուղթ։ Դա եղել է սեղմագիր իրավիճակի կամ ամփոփում իրավիճակի Սերժ Սարգսյանի նախագահության ավարտի դրությամբ։ Այսօր էլ ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը մանրամասնեց, որ ինչպես է այդ թուղթը ընդհանրապես փոխանցվել։ Նա պաշտոնական չի եղել դա, Չէ, դա չասեց։ Ես մեջ բերեմ։ Ես կասեմ էլի ինչ ասեց։ Դա չի եղել որպես չի ներկայացվել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկ։ Հենց դա էլ ասում է եւ մանրամասնեց ինչպես է ընդհանրապես այդ թուղթը փոխանցվել, որովհետեւ հենց ինքը Փաշինյանը ասել է լավ, այսքան փաստաթուղթ կա, մի հատ կարող եք ասել վերջին դրությամբ, որն է բանակցությունների սեղանին դրված թուղթը, վերջին իրավիճակը որն է եւ դրվել է 19 թվականի հունիսին այդ թուղթը, որը ըստ էության նույն փաստաթուղթն է, ինչ 2016-ին է։ Այսինքն այնտեղ տարբերությունները մինիմալ են, մի քանի բառ կարող է տարբերվի։ Եվ հետեւաբար 2019-ի փաստաթուղթը նոր առաջարկ չէր,
եւ արտահայտում էր Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին իր բանակցային ժառանգությունը, այսպես ասած։ Եվ այստեղից մի շատ կարևոր տրամաբանական խզվածք է առաջանում ընդդիմադիրների ասացի մեջ։ Տեսեք։ Իրենք ասում են, որ 2019 թվականի առաջարկը հանճարեղ մի առաջարկ էր, որը լուծում էր բոլոր հարցերը եւ այլ դավաճաններ ինչի դակ չեք ընդունել։ Հիմա ես ասում եմ 2019 թվականի առաջարկը նույնն էր ինչ 2016-ին է։ Իմացար Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը ուրեմն եկել է դառնալ վարչապետ 2018 թվականի մայիսի 8-ին։ Ուրեմն իր սեղանին սենց թղթեր են լցրած եղել, լիքը թղթեր, տարբեր առաջարկներ։ Մեկը հայերեն, մեկը ռուսերեն, մեկը անգլերեն, հա, ինքը դե ինքն էլ ֆրանկոֆոն է, գիտես, ինքը ֆրանսերեն է լավ գիտի, այդ հայերեն, ռուսերեն, անգլերեն է այդքան էլի լավ է, բայց հիմնական իր լեզուն ֆրանսերենն է։ Հիմա նայում այս խառը թղթերի մեջ գլուխ չի անում։ Ու տենց անցնում է ուղիղ մի տարի 18 թվականի մայիսի 8-ին ինքը դառել է վարչապետ, մի տարի այդ թղթերից գլուխ չի անում։ Մի տարի հետո այդ ԵԱԿ Միսկի համանախագահն ասում է, այ մարդ, ախ այդ ինչ թղթեր եք է բերել այդ սաղին կխին։ Հələ մի հատ կարելի է կարճ, ես բանը կրթություն չունեցող մարդը Իջևանի առաջ թիվ 1 դպրոցի շրջանավար։ Կլի ինձ մի հատ խաղալիքներով, բաներով կարճ կոնկրետ մի հատ գրեք տակ թե ինչ մի տարի հետո 2019 թվականի հունիսին։ Եվ այդ մարդիկ էլ ասում են ինչ կան դե գլուխ չհանելու այդ տղա ջան։ Այս բաներն ենք այն ժամանակ գրեթե առ մի հատ էլ ես ուզում մի հատ էլ են գրում տալի։ Հետո ինչ ալնում։ Եվ հետեւաբար 2019-ի փաստաթուղթը նոր առաջարկ չէր եւ արտահայտում էր Սերժ Սարգսյանի նախագահության ավարտին իր բանակցային ժառանգությունը, այսպես ասած։ Բայց դուք Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգության հետ ինչ գործ ունեք, այ Ռուբինյան ջան։ Ձեր վարչապետը ասել է, որ ինքը բանակցությունները սկսում է իր զրոյական կերպ Սերժ Սարգսյանը բանակցել է, չի բանակցել, արդեն պիտի ձեզ ընդհանրապես չհետաքրի։ Դուք սկսում եք զրոյական կետից, զրոյական կետն էլ ձեր սկսել է 2018 թվականի մայիսի 8-ից։ Հիմա կլինի դու սրանից հետո ինչ խոսես 2018 թվականի մայիսի 8-ից հետոից, որովհետև դրանից առաջ ինչ որ եղել է, դու դրա հետ գործ չունես։ Դրա հետ գործ ունեցածները իրանց ասելիքը ասում են 2018 թվականի մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը դառել է վարչապետ, դու դառել ես արտաքին գործերի նախարարի տեղակալ, առաջի աշխատանքը իր կյանքում Պետրոս, որ տնից դուրս է եկել գնաց է գործի, կյանքում առաջին անգամ եղել է արտաքին գործերի նախարարի տեղակալ 2018 դու այդ վաղտվանից խոսի Ռուբինյան ջան։ Ինչ եք արել 18 թվականի, դուք ինչ հայտարարություններ եք արել, ինչ հանդիպումներ եք ունեցել, ինչ առաջարկներ եք ստացել, առաջարկներից հետո ինչ եք արել։ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչյանի, Սերժ Սարգսյանի մասին մի խոսի։ Մենք իրանց գիտենք, քեզնից խոսի։ Կլինի։ Եվ այստեղից մի շատ կարևոր տրամաբանական խզվածք է առաջանում ընդդիմադիրների ասացի մեջ։ Տեսեք։ Իրենք ասում են, որ 2019 թվականի առաջարկը հանճարեղ մի առաջարկ էր, որը լուծում էր բոլոր հարցերը եւ այլ դավաճաններ ինչի դակ չեք ընդունել։ Հիմա ես ասում եմ 2019 թվականի առաջարկը նույնն էր ինչ 2016-ին է, 2016-ի օգոստոսին է։ Մեծամասամբ նույնն էր, այսինքն 99%-ով։ Եվ Սերժ Սարգսյանը 2016 թվականի օգոստոսին նամակ է ուղղել Ռուսաստանի Դաշնության նախագահին, որտեղ ինքը հիմնավորում է, թե ինչ վատն է սեղանին դրված փաստաթուղթը։ Արելի ասամ։ Ռուբինյան ջան, ապեջ Սերժ Սարգսյանի հետ Սերժ Սարգսյանին դուք մերժել եք, չէ՞ այ ախպեր։ Ասել եք, որ Սերժ Սարգսյանը վատ նայել է, վատա կառավար է, վատա բանակցել, սաղ վատա է։ 2019 թվականին արդեն մի տարի էր դուք իշխանության էիք։ Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիևը Մոսկվայում ստադիոնում հանդիպել են ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը։ Բիշկեքում լիֆտ են քշել միասին։ Մյունխենում հանդիպել են, Դավոսում հանդիպել են։ Այդ սաղ իրար հետ մի հատ էլ 2019 թվականի մարտի 29-ին Վիեննայում Պետրոս դու էլ լսի, տես բաներ իմացի։ Եղել է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի, ես ամբողջ 7 տարվա վարչապետա միակ հանդիպումը
ԵԱԿ Միսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ, մասնակցությամբ, աջակցությամբ եղել է մի հատ հանդիպում 2019 թվականի մարտի 29-ին։ Այդ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը, որ շաշկառած նստե ապուշի պես ոչ մի բան չի հասկանում, մենակ Ալիևին ասում անձնի շատ բան մի պահանջի կտանեն անձի կսպանեն, եթե Բայրամովն ասե, եթե տորն ասե։ Համանախագահներն ասում այս գլխի չեմ ընկնում ինչ առաջը կլինի մի հատ այդ սրանք որ տերում են սա չի հասկանում դե հիմա Պետրոս դու ոնց չես հասկանում այն էլ չի հասկանում այս համանախագահները 2019 թվականի հունիսին այսինքն այդ մարտի 29-ի հանդիպումից մարտի ապրիլ մայիս 3 ամիս հետո մի հատ գրետ տվել են ասում են էս արա վեկալ կարթա էսի վերստում կարդում այնից սկսի ասա թե դուք ինչ եք արել որովհետև 2016-ի եւ նույն 2019-ի փաստաթղթում ինչ է ասում, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի համազգային հանրակրվեով, որը կարտահայտի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության կամքը։ Ստոպ, Ռուբինյան, Սերժ Սարգսյանից, դու Սերժ Սարգսյանի ինչն ես այդ տղա, դու իր մամուլի խոսնակն ես, ինչն ես, դու պիտի խոսես Նիկոլ Փաշինյանից, Նիկոլ Փաշինյան, ուզում ես ես քեզ հիշեցնեմ, 2018 թվականի մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց ասել է, որ ինքը ընտրվում է վարչապետ, որպեսզի Արցախի դե ֆակտո անկախությունը դառնա դե յուրե անկախություն։ Եվ դիմել է արցախցիներին, ասում է սիրելի արցախցիներ, այս հեղափոխությունը ոչ միայն որևէ վտանգ չի ներկայացնում Արցախին, այլև նոր հնարավորություններ է ստեղծում Արցախի պետականության ամրապնդման, ճանաչման, զարգացման համար։ Ասել է ու սկսել է իր գործողությունը, որտեղ դրան միտված լինի, չէ՞։ Դու իմ ասում ես 2016 թվականին Սերժ Սարգսյանը Պուտինին արա էդի գնաց այդ 16 թիվն է դրանից էլ 2 տարի անցել է դուք եկել եք իշխանության էլ ինչ կապ ունի Սերժ Սարգսյանում ինչ նամակագրե հաջորդը ասում է անհրաժեշտ է որպեսզի փաստաթղթում հստակ նշվի որ հայկական ուժերի կողմից լքվող շրջանները մնալու են ապառակազմականացված այսինքն Սերժ Սարգսյանը 2016 թվականի իր նամակով հերքել է այսօրվա հանրապետականների հակականների պնդումն առ այն որ հիմք շրջանները լինելու են ապառազմականացված որովհետև եթե լինելու են եթե դա էր ենթադրում պլանը ինչ որ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահին այդպիսի բան գրում Չէ լավ Պետրոս սա անուղելի է սա բանը հիվանդ է էլի այսինքն Սրան ինչ հարստաս ինքը պիտի խոսի Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից։ Իրանց մասին պիտի իրանց հետ չխոսես։ Դե ինչ ասեմ ես սրան։ Դու 2019 թվականին ստացել եք առաջարկ, տղա։ Հիմա Պետրոսը քեզ հարցնում ասում է, այդ առաջարկը, որ ստացել եք, ինչ դիրքորոշում եք ունեցել։ Այդ առաջարկը մեր ժողովրդից ինչի է գախնի պահե, ինչի ոչ մեկին չեք ասել Ոչ ազգային ժողովում եք քննարկել, ոչ անվտանգության խորհրդում եք քննարկել, ոչ հասարակության հետ եք քննարկել, ոչ միտեղ գախնի եք պահել, նոր ենք իմանում, որ այտենց առաջարկ եք ստացել 19 թվին։ Ինչ կարծիք ունեք այդ առաջարկի մասին դուք։ Էլ ոնց բացատրեմ Պետրոս սրան։ Ասեք, որովհետև դուք ունեիք բարձր լեգիտիմություն դե դա արդեն եւ կարող է գնայք զիջումների շատ լավ հիմա Սերժ Սարգսյանը չուներ այդ լեգիտիմությունը նա չէր կարող գնալ փոխզիջումների դա շատ զվարճալի է որովհետեւ Սերժ Սարգսյանն ու իր թիմը չեն մեզ օրը մեջ իշխանազավթ անզվանում այդ հիմա չէ բայց իշխանազավթ գիտեք ինչ է նշանակում նշանակում է երբ որ մի ուժ չունի ժողովրդավարական աջակցություն նույն ինքը լեգիտիմություն եւ զավթում է իշխանությունը ես ձեզ ուզում եմ հիշեցնել որ հանրապետական կուսակցության պաշտոնական դիրքորոշումը Թավշյա հեղափոխության վերաբերյալ հետևյալն է, որ կար Սերժ Սարգսյան եւ իր աստվածատուր իշխանությունը եւ մենք եկանք եւ ժողովուրդը ենթադրաբար խլեցինք, զավթեցինք իրենից այդ իշխանությունը։ Չէ, այդ մասով Պետրոս, ես Ռուբինյանի հետ համաձայն եմ, ճիշտ է ասում։ Ինչ լեգիտիմություն։ Չնայած Պուտինն ու Լուկաշենկոն էլ են ասել, որ ունես լեգիտիմություն արի պատմական շանս այդ հարցը լուծի, բայց իմ կարծիքով Այդ մի հարցում ինքնաչ ինչ լեգիտիմություն։ Իշխանությունը ապօրինի
զավթել են, տիրացել են ժողովրդի իշխանությանը, ծառացել են թշնամու շահերին։ Լեգիտիմության մասին չի։ Լեգիտիմության տեսանկյունից դու ուրիշ բան հարցրու։ Ասա դուք, որ եկել եք իշխանության, հիմա զավթել եք, թե ինչ է կարել, ինչ գալաթ է կարել, ադրբեջանա-թուրքական է կարել, ինչ է կարել։ Եկել եք իշխանության, որ եկել եք իշխանության, խոստումներ եք տվել։ Իշխանության գալուց առաջ ասել եք, այ սիրելի ժողովուրդ, հիմա մենք ձեզ, որ դուք մեզ բերեք իշխանության, մենք էս կանենք։ Դրանից հետո որ ընտրվել է արդեն վարչապետ, կառավարության ծրագիր ներկայացրել, խոստումներ, այդ դեից սկսի, որ ինչ խոստումներ եք տվել, եւ այդ ձեր խոստումները որն եք կատարել, ինչ ջանքեր եք գործադրել ձեր խոստումները կատարելու մասին։ Հիմա զավթել եք, թե օրինական եք եղել, սա ժողովուրդը ձեզ սիրել է, ծերել է, չելացի կերել, էդի թող ով որ կերել է, չի կերել, չգիտեմ։ Դու խոսի քո խոստումներից, Նիկոլի խոստումներից ու դրա արածներից։ Հետո ինչ լեգիտիմություն է, փաստարկի, երբ որ պետքա լեգիտիմությանն են հղում անում, երբ որ պետք չի, ոչ։ Եվ հաջորդը, ախր ստեղ լեգիտիմության մասին չի հարցը։ Կրկնում եմ, շատ բարձր տրամաբանություն է։ Կային սեղանին դրված 4 առաջարկներ։ Ընդ որում այստեղ ինչն է շատ կարևոր։ Եվ որ իրենք խոսում են տարբեր փաստաթղթերի մասին, խոսում են այնպես կարծես ինչ-որ փաստաթուղթեր, որը դրած էր սեղանին, Ադրբեջանը համաձայնվել էր, ընդհանրապես պետք էր հայկական կողմը ասել ունենալու։ Մինչդեռ ինքն է Սերժ Սարգսյանն նախ 2021 թվականին ասել, որ 11 թվից հետո, երբ որ Հայաստանը ասեց այո Կազանյան փաստաթղթին, Ադրբեջանը ասեց ոչ։ Այդ տղա էլի գնաց կպավ Սերժ Սարգսյանին։ Արա ես ինչ անեմ սրանց ախպեր, Պետրոս։ Դարդ է։ Տղա 19 թիվն է։ Սերժ Սարգսյանը արդեն մի տարի է վարչապետ չի։ Մի տարի է վարչապետը Նիկոլ Փաշինյանն է։ Ստացել է առաջարկ։ Պիտի ինչ անի, պիտի ասես Ալիևը ոնց որ համաձայն, բա պիտի Ալիևը որ իմանաս համաձայն է, համաձայն չի, պիտի հետը հանդիպես։ Հանդիպումներին պիտի այդ առաջարկը ներկայացնող ԵԱԿ Միսկի խմբի համանախագահները ներկա լինեն։ Որտեղ դուք պիտի այդ հանդիպման ժամանակ նախ ձեր տեսակետը ասեք։ Երկրորդը լսեք, թե Ալիևն ինչա ու բանակցեք դրանց շուրջ։ Համանախագահներն ներկա լինեն։ Հիմա ուշադիր լսի Պետրոս։ Այդ առաջարկը ստանալուց հետո 2019 թվի հունիսից մինչև 2020 թվի պատերազմ Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի հետ ԵԱԿ Միսկի խմբի համանախագահների մասնակցությամբ այդ առաջարկը գիտես քանի հանդիպում ունեցել։ Չգիտես։ Դու գիտես Ռուբինյան, դու էլ չգիտես, ես գիտեմ, 0, չի հանդիպե, արա, չի բանակցե, հասկանում ես, առաջարկը մարտի 29-ին հանդիպել է, դրանից հետո հունիսին առաջարկը տվել են, ստացել է, տեսել է, որ էդի լուծում է իրա մեջ պարունակում, ու չի գնացել, նույնիսկ չի բանակցե, բայց դրա փոխարեն գիտես ինչ այլ է, դու գիտես չես ասում, դու էլ չգիտես, ես գիտեմ, ասում եմ, տեղի ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի անվտանգության ծառայությունների տնօրենների պարբերական գաղտնի հանդիպումներ երրորդ երկրներում ամիսը առնվազն 1 անգամ, այսինքն մարդիկ, ովքեր դիվանագետներ չեն, ովքեր պետության հատուկ ծառայությունների ղեկավարներն են, ովքեր իրավասու չեն միջազգային հարցեր քննարկելու, որոնց հանդիպումներին ԵԱԿ Միսկի խմբից մարդ չկա, ուղիղ շփումներ, որի ժամանակ Պետրոս փոխանցվել են գաղտնի փակ ծրարներ։ Հիմա վարչապետը, որ այդ կառավարության կայքում Սերժ Սարգսյանի նամակը Պուտինին 16 թվի հրապարակել է, չի հրապարակել, թե ինքը Ալիևից ԱԱՑ տնօրենների միջոցով փոխանցված ինչ նամակ է ստացել ու չի հրապարակել, թե ինքը Ալիևին ինչա գրե։ Ինչ 5 միլիարդ։ Ով ասաց 5 միլիարդ։ Գոշկոբետե փողնա։ Դու ինչա մտածում ես, որ կարող անկարծ մեր Նիկոլ Փաշինյանը այդ հայրենասեր, ազգասեր մարդը աշկը դնի փողին ինչ որ 5 միլիարդի բազարներ տանի, հա? Անամոթ։ Անամոթ։ Ինչ աննա։
Հեսա կասես 88։ Ոչ, 69։ 69 падգամավոր քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը։ Ասում եմ դրանից հետո մենք ոչ մի փաստաթղթի չենք ասել ոչ այո, ոչ, ասել ենք գնացեք տեսեք Ադրբեջանը համաձայն է թե չէ։ Եվ Ադրբեջանը համաձայն չի եղել ոչ 15 թվի փաստաթղթին, ոչ 14 թվի փաստաթղթին, ոչ 16 թվի իմ ասած փաստաթղթերին, եւ ոչ էլ 2019 թվի փաստաթղթին։ Չի գալի, այստեղ ոչ մի ձև չի բերել 2018 թիվ։ Պետրոս, գիտես սրան ինչ հարցրու։ Ասա դուք 19 թվի փաստաթղթին ինչ պատասխան եք տվել, հələ մատ այդ հարցրու, դրանք դրան ինչ կասի։ Հələ իմ ասելով չի ասում, դու հարցրու, քո ընկերն է, ամիսը մեկ հանդիպում եք, քո ցիկլերի հետ կապված մարդ է, ամսական։ Հələ հարցրու ասա 19 թվին ինչ պատասխան եք տվել, դրանք ինչ կասի։ Ինչ եք պատասխանել դուք այդ 19։ Այսօր վարչապետ Փաշինյանը պատասխանեց ազգային ժողովում, որ նախ եթե իրենք նկատի ունեն պաշտոնական գրավոր պատասխան, այդպեսին չի եղել եւ այնպես չի, որ բոլոր աշխատանքային փաստաթղթերին գրավոր պատասխաններ են եղել, նկատի ունեմ իրենց նախագահության օրոքել, որտեղ իրենք օրինակ չեն հարցնում, չէ՞, ինչու՞ չեք հրապարակում, չգիտեմ, 15 թվականի փաստաթղթի պատասխանը եւ այլն։ Հաջորդը վարչապետ Փաշինյանը ասում է, որ ինքը զրույցներում ԵԱԿ Մինսկի համանախագահանի հարցրել է արդյոք այս տարբերակը նշանակում է, որ Լեռնային Ղարաբաղը կարող է չլինել Ադրբեջանի կազմում։ Եվ հնչել է պատասխան, որ այո, եթե Ադրբեջանը դրան համաձայնվի։ Այսինքն տրամաբանորեն ոչ։ Բայց մենք չենք մերժել բանակցությունները, մենք չենք մերժել եք այդ տղա։ Մերժել եք։ Չեք հանդիպե, հասկանում ես դու արա։ Այդ առաջարկը ստանալուց հետո դուք Իլհամ Ալիևի հետ չեք բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, մերժել եք։ Դուք եք մերժել։ Հիմա Ալիևը կողմ ա եղել, դեմ ա եղել, դի հանդիպես որ իմանաս։ Գախնի եք հանդիպե, առանձին եք հանդիպե։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ էլ է հանդիպե, բայց առանց համանախագահների, որովհետև ինքը այլ բաներ է պայմանավորվել, քան համանախագահների առաջարկը։ Իսկ այլ բանը, թե ինչ է իրականում, այդ մենք տեսել ենք։ Այդ պատերազմն է իր հետևանքներով, որը 2025 թվականի դրությամբ ոչ միայն Արցախն է դառը Ադրբեջանը, ոչ միայն ամբողջ Արցախահայությունն է ցեղասպանվել, բռնի տեղանվել, այլ էլ մի հատ է տաուշն եք հանձնել, մի հատ է մեղրին եք հանձնել, հələ ինչ եք ուզում հանձնեք, էդ էլ հələ դուք գիտեք մեկ էլ Ալիևը, որտեղ էլ համանախագահներ չկա, լուծարել եք, ընդհանրապես ցրիկ դրանց, վերջացրիք, ասեք հերրու մեզնից, արա դուք առաջարկներ եք անում, կարող է հանկարծ այդ առաջարկներով Ղարաբաղը կարգավիճակ ունենա, հանրաքվե անի, դառնա անկախ պետություն։ Ոնց կարա տես բանը լի։ Հանրապետականները պնդում են, որ այդ նամակը հայրենասիրության գագաթնակետն է։ Աբսուրդ արա, Պետրոս լավ էլի արա։ Սերժ Սարգսյանը ինչ հայրենասեր, այդ ցավը տանեմ։ Սերժ Սարգսյանը ուր, հայրենասիրությունը ուր։ Հայրենասերը Նիկոլ Փաշինյանն է, հայրենասերը Ռուբինյանն է, հայրենասերը Ալեն Սիմոնյանն է, Սուրեն Պապիկյանն է, գնացել էին իրանց հայրենիքում, բաղերից նորը գողաց են նկարվում, աղդամ իրենց հայրենիքները, այդ դրան հայրենասիրությունը տենց է արտա, թե չէ Սերժ Սարգսյանի հայրենասիրությունը ինչ է, Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժեր են կազմավորվել, դառել է այդ ուժերի հրամանատար, գնացել է ես իմ Շուշիի ազատագրման ծրագիրը ստորագրել, գործողություններ են ղեկավարել, գնացել, հետո եկե դառել է Հայաստանի պաշտպանության նախարար, հետո դառել է հանրապետության նախագահ զինված ուժերի գլխավոր հրամանատար, բանակ են ստեղծել, պաշտպանություն են կազմակերպել, միջազգային անվտանգության այդպես հայրենասիրություն է, դրա համար էլ գնացել է Ղարաբաղից ինչ-որ կակոյնի բույց ոսկե արծիվ շքանշանով պարգևատրվել Արցախի հերոս։ Դրա փոխարեն այ հայրենասերը Նիկոլ Փաշինյանն է, որը թուրքական մեկ այլ Ղազախստանի ոսկե արծիվն է ստացել Արցախ Ադրբեջան։ Այ հայրենասիրությունը Նիկոլ Փաշինյանի արածն է, որ Ղազախստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրական պետության կողմից է ոսկե արծիվ ստանում, ոչ թե Արցախի հանրապետության։ Սերժ Սարգսյանը հայրենասեր։ Հերես մարդիկ են հայրենասեր։ Դες ոնց է սիրում իրանց հայրենիքը։ Բա Ադրբեջանի հանրապետությունը։ Դե հետ եմ ասում, էլի աբսուրդ է։ Իրանք ընդ որում նայեք իրանք ինչ են ասում։ Ասում են, տեսեք Սերժ Սարգսյանը ինչ հայրենասեր էր, որ այդ նամակով ցույց էր տալիս մեր կարմիր գծերը
եւ ցույց էր տալիս մեր կարմիր գծերը եւ ասում էր թե ինչա պետք։ Չէ, Պետրոս արա նամակ գրելով հայրենասիրություն, հա։ Շատ է որ նամակի մեջ քո պետության շահն ես արտահայտում, քո մոտեցումներն ես հստակ ձևակերպում, ու դրանից հետո process-ներ են տեղ ունենում, ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում նոր բանակցություններ սկսում արդեն սահմանային միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման գործընթաց, բանակցում ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահի անձնական ներկայացուցիչ դաշտային կարողությունների ամրապնդման տեսադիտարկող սարքեր են տեղադրվում, որ այլևս սահմանային միջը այտենց է հայրենասիրությունը լում, հա? Հայրենասիրությունը 16 թվին նամակ գրելով։ Հայրենասիրությունը էս տղերքն են ջոկատ կազմեցին քաղաքացիական պայմանագիր կուսակցության, ինքն էլ է ջոկատի կազմում, ինքը Հակոբ Արշակյանը, Փաշինյանը, Սասունը, Միքայելյան գնացին Մարտակերտում ապրիլյան պատերազմի մասնակից տղերք են սրանք մայիս ամսին ապրիլյանը ավարտվել էր, բայց իրանք մայիսին ջոկատ կազմին գնացին Մարտակերտում փոսը փորին հայերեն մեդալ մեկը շնորհակալագիր, մեկը մեդալով պարգևատրվել Ռուբինյան ջան, չես ուզում գնաս մի հատ այդ Մարտակերտ, այնաս այդ փոսը որ փորել եք Ինչ վիճակում է այդ փոսը, միգուցե մտնեք մեջ է այդ փոսի, սիրուն հողատակ վրեկները, որ ապահով անդեն նստեք այդ փոսի մեջ ապահով ելնեք, հայրենասեր տղերք է Պետրոս, փոս են փորե 16 թվին, չէ, նամակ են գրե։ Պետրոսը հարցում ասում է 19 թվին, որ դուք առաջարկ եք ստացե, նամակ գրել եք ինչ-որ մեկին, ձեր տեսակետը արտահայտել եք թե չէ։ Հետո Պուտինը ինչա պատասխանում։ Չէ, հիմա բայց դա թարգմանենք էլի, ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ իրանք ասում են, տեսեք ինչ վատ առաջարկ էր Սերժ Սարգսյանն էլ նամակով պաշտպանում էր մեր կարմիր գծերը։ Եվ հետեւաբար, եթե դա այնպիսի առաջարկ էր, որի պատճառով Սերժ Սարգսյանը պիտի նամակ գրեր, աղիողորմ նամակ պիտի գրեր Վլադիմիր Պուտինին, ինչու են իրանք դա անվանում հանճարեղ պլան, որը մենք չենք ընդունել։ Արա Սերժ Սարգսյանն այ աղիողոր նամակը, իսկ հələ հիշի իրանք ինչ ելույթներ են ունենում։ Հələ 19 թվի այդ առաջարկները ստանալուց հետո Պետրոս հələ մի հատ հիշի Նիկոլ Փաշինյանի ելույթները ազգային ժողովում։ Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատի հուշահամալիրում։ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԿՄ համագումարում։ Նիկոլ Փաշինյանի ելույթը ազգային ժողովում, երբ որ ռազմական դրություն էին հայտարարում։ Հələ մտե հիշի էլի, դրանք սաղ եղել է այդ 19 թվի առաջարկները ստան։ Չէ, какой-нибудь մեծ նամակ գրես։ Խրոխտ, հայրենասիրական, ջան ջիգար, ջան հայրենիք, ղուրբան քեզի, ջան Ադրբեջան։ Բա Ադրբեջանի արձագանքը կա այդ փաստաթղթին։ Ես չեմ տեսել ճիշտ։ Հա, ներողություն, նկատի եք փաթեթում չկա։ Շատ լավ, դուք բայց ամենայն դեպս մենք գիտենք, որ Ադրբեջանը, մենք չգիտենք, որ մենք չունենք որևէ ինֆորմացիա կամ փաստաթուղթ, որից բխում է, որ Ադրբեջանը համաձայնել է 2019-ի դրոպ 2016-ի փաստաթղթին։ Լսի, որպեսզի իմանայիք, պիտի նորից եմ կրկնում, հանդիպեիք, բանակցեիք, որ իմանայիք։ Չեք արել դա։ Դե Ադրբեջանն էլ, Պետրոս ջան, խոսրանց խելքին չի։ Մարդիկ գոհ երջանիկ իրանց համար ասես պատմական երջանկություն է ստեղծվել Հայաստանի ղեկավարներն են Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Սուրեն Պապիկյանը, Ռուբինյանը, Արշակյանը, Ֆլանը, Ֆստանը։ Երջանկություն է մարդկանց համար։ Դրանք էլ ինչ բանակցեն, էլ ինչ խոսեն, էլ ինչ անեն։ Էլ ինչ թուղթ, էլ ինչ նամակ։ Զավթել են Արցախը նստել են։ Սա միայն երբ կարային անեին, երբ որ սրանք էին իշխանության։ Մյուս ամեն ինչը երբ կարան անեն, երբ որ սրանք են իշխանության։ Այսքան բան։ Պարոն Ռուբինյան, դուք անդադ ասում եք, որ Ղարաբաղի հարցը լուծվել էր 1996 թվականին։ Եվ այսօր ընդդիմադիրները ձեզ հարցնում են, եթե 96-ին է լուծվել, ինչու Ալիևը չէ վերցնում Ղարաբաղը։ Որովհետև Ալիևը տեսնում էր հետևյալը։ Նայեք։ 1999 թվականի դրությամբ չէր ուզում Պետրոս։ Ասում էր, ես այդ 96 թվին, ինչի Լևոն Տեր-Պետրոսյանից վերջ։ Լևոն Տեր-Պետրոսյանի մի ինչն է։
Ինչի ես Ռոբերտ Քոչարյանից վերցնեմ։ Ղարաբաղցի։ Այդամ Ղարաբաղցուց Ղարաբաղ վերցնեմ։ Դե Սերժ Սարգսյանից Ղարաբաղը վերցնեմ, էլի Ղարաբաղցի։ Թոմենա մեր Նիկոլը կգա, մեր հարազատն է, մեր ընկերն է, մեր բարեկամն է։ Իրանից կվերցնեմ։ Չեր ուզում Ալիևը վերցներ։ Ապուշկի։ Կամ էլ ասում էր Թոմենա, մի հատ լավ վաղտ կգա, մերոնք թողան տղերքից կվերցնեմ, որ համել իրանց համար էլ լավ լինի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բյուջեի հների հարաբերակցությունը 1.1 էր։ Դա այն տարիները, երբ որ Ռոբերտ Քոչարյանը ստանձնեց նախագահությունը։ 2008 թվականի դրությամբ այդ հարաբերակցությունը արդեն 1.5.3 էր։ Այսինքն Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելի քան 5 անգամ գերազանցում էր Հայաստանի ռազմական բյուջեն։ Իդեպ ես մի անգամ եմ հրապարակել այս թվերը, Քոչարյանի գրասենյակի ղեկավարը ասել էր, որ ես սուտ եմ խոսում։ Չէ, դժվար, ոնց կարաս դու սուտ խոսես Ռուբինյան ջան, մենք ես էլ սուտ խոսելուց երբ ենք դες այցավը տա։ Ընդհանրապես ձեր իշխանության ուր սուտ խոսելու, չէ, դա չէ լավ։ Քոչարյանի գրասենյակի ղեկավարին պետք է նկատողություն անել, ոնց կարող դու։ Լսի, ռազմական բյուջեն ինչ կապ ունի։ Խո սրանց համար Պետրոս, սրանց ինչ խոսում ես փող, շուրենտալի փողից են խոսում։ Ռազմական բյուջեն ավել է, ռազմական բալանսը, չգիտեմ, Ադրբեջանը շատ զենք ուներ, այդ տղա։ Ադրբեջանը միշտ Հայաստանից համ մեծ տարածք ունեցե, համ մեծ թվով բնակչություն ունեցե, համ Հայաստանից շատ փող ունեցե, համ Հայաստանից շատ բանակ ունեցե, համ Հայաստանից շատ զենք ունեցե։ Միշտ դա ինչ կապ ունի, բայց այդ ամեն ինչ ունենալով պարտվել է Հայաստանին իր պատերը, ուզել է այդ զորքով, այդ ամեն ինչով զավթի ու չի կարացե 2016 թվին ձեր իշխանությունից գալուց 2 ամիս առաջ ռազմական բալանսը Հայաստանի օգտին էր, թե Արցախի օգտին էր, Ադրբեջանի բյուջեն շատ էր, Արցախին Հայաստանինը քիչ, Արցախին ավելի քիչ։ 16 թվին այդ իր խախտած ռազմական բալանսով, մեծ բանակով, փողերով հարցակվել է Արցախի վրա ու չի կարացել խնդիրը լուծի։ Չի կարացել 16 թվին զավթի Արցախը, որովհետև 16 թվի Հայաստանի ու Արցախի ղեկավարները դուք չէիք։ Հասկացար։ Ինքը 20 թվին է դա կարացել անի, որովհետև 20 թվին արդեն դուք էիք։ Խոդի փողը չեն կրվածնում, արա գոյտի սեկա չեն խաղում, որ դու շատ փող դնես, շատ կրես։ Դրանից հետո ես հրապարակել եմ աղբյուրը։ Կարող են բոլորը գտնել եւ տեսնել Civilnet։ Civilnet-ն էլ իր հերթին հղում է տալիս այլ աղբյուրներին, որից ինքը օգտվել է։ Սերժ Սարգսյանի օրոք ինչ որ շրջան ել ավելի է մեծանում հարաբերակցությունը ի վնաս Հայաստանի, վերջում մի փոքր ավելի է փոքրանում, բայց շարունակում է լինել շատ մեծ եւ գալիս է 2018 թիվը։ Դրան զուգահեռ այդ համամասնությունը ոնց որ Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական բյուջեների մեծանում է օգուտ Ադրբեջանի, նաեւ մեծանում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ընտանիքների բյուջեների հարաբերակցությունը։ Էլի կնաց կպավ Ռոբերտ։ Լսի այդ տղա։ Հիմա որ Ռուսաստանը ունի շատ ավելի մեծ ռազմական բյուջե, ավելի մեծ բանակ, ավելի շատ զենք, սպառազինություն եւ այլն։ Հիմա նշանակում է Ռուսաստանը կարող հարձակվի Էստոնիայի վրա։ Էստոնիայի ու Ռուսաստանի ռազմական բյուջեները գիտես քան տարբեր են իրարից։ Բանակն են, բայց կարող հարձակվի Էստոնիայի վրա։ Չի կարա, չէ, ու չի հարձակվում, չէ։ Բյուջեն, բալանսը, ինչի հետ կապ ունի։ Պատերազմ անել այդքան է դա։ Փողով է դա։ Այս ուրիշ բան է հուշում Պետրոս։ Հարասում անդե փողը շատացել էր արդեն։ Եկե հասել էր մի 5 միլիարդի ռեզերվային փող էր էլ, Լուկաշենկոն ասում էր, չէ, ասում էր 5 միլիարդ փող կա այս գործի մեջ, ախպեր։ Այս մարդիկ էլ Պետրոս ջան, դե հիմա հազիվ հնարավորություն, մեկ էլ ինչ իմանային, այտենց հնարավորություն երբ կարա լինի։ Դրա համար ասում են այն մարդիկ 5 միլիարդ ունեին, բալանսը խախտվել էր։ Մենք էլ 5 միլիարդ չունեինք։ Հիմա որ իրանք 5 միլիարդ ունեն, մենք 5 միլիարդ չունենք։
Բայց չբերենք շողուլի։ Այսինքն ինչ անենք։ Այդ 5 միլիարդը բերենք, միացնենք այս մեր չունեցածին, որը սենց հավասարեցնենք, դառնանք եղբայր գործընկերներ։ Օրթախ։ Տենց է կարել Ռուբինյան ջան։ Ոնց որ տենց է եղել, հա։ Թե սխալ, կարող է սխալում եմ, ես չգիտեմ, ես ռազմական փորձագետ չի, ես չգիտեմ, ախպեր ջան։ Կարող է տես չի էլ չգիտեմ։ Եվ Ադրբեջանը տեսնում էր, որ ռազմական հավասարակշռությունը թեքվում է իր կողմը, բ տնտեսական հավասարակշռությունը թեքվում է իր կողմը, գ բանակցային փաստաթղթերը դրա հետ մեկտեղ դառնում են ավելի ու ավելի լավը իր համար, այսինքն ամեն անգամ որ Ադրբեջանը չի ընդունում որևէ բանակցային փաստաթուղթ, հաջորդ փաստաթուղթը դառնում է ավելի լավը իր համար։ Չէ, Ռուբինյան ջան, այդ քո ասածից մենակ A, B, G-ներ ճիշտ։ Այդ դրանց մեջի բովանդակությունները լրիվ սխալ էր։ Ասեմ Ադրբեջանին չէր տեսնում։ Դու էլ լսի, Պետրոս։ Գյորս չեմ տանելու։ Լսի իմացի։ A. Ադրբեջանը տեսա, որ 2011 թվի Կազանում ունենալով լավագույն իր համար թերևս լուծման տարբերակը, դա իր համար անընդունելի համարեց ու հասկացա, որ այդ խնդիրը իր համար իր պատկերացումներին համապատասխան դիվանագիտական լուծում չունի։ Դրանից հետո գնաց, զինվեց, զորք հավաքեց, մտածեց, որ այդ խնդիրը պիտի լուծի ռազմական ճանապարհով։ B. Ադրբեջանը փորձեց խնդիրը լուծի ռազմական ճանապարհով 2016 թվի ապրիլին ռազմական ագրեսիա իրականացնելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լրիվ տապալվեց, այդ խնդիրը չկարած լուծի եւ հասկացավ, որ այդ խնդիրը չունի նաեւ ռազմական լուծում։ Հիմա եկանք G. Ոնց անի, որ այդ խնդիրը լուծի։ 2017 թվին Հայաստանում տեղի ունեցավ սիրո համերաշխության ոչ բռնի թավշյա ադրբեջանա-թուրքական հեղափոխություն։ Այդ հեղափոխությունից հետո Ադրբեջանը հասավ ոչ միայն այն խնդիրներին, որոնք ինքը երազում անգամ չէր կարա տեսնի, այլ հələ մի քանի երազել ավել։ Որովհետև արդեն դուք Հայաստանում իշխանության ղեկին եք։ ԱԲԳ-ն սրանք են, Ռուբինյան ջան։ Մոտդ գրի ու հիշի։ Մենք հիշում ենք, մեր ժողովուրդն էլ է հիշում։ Ես կարծացի նաև մեղրի պահը, դա փաստաթուղթ է։ Դա փաստաթուղթ է, որը Լևոն Տեր-Պետրոսյանը 2008 թվականին փոխանցել է Հայկական ժամանակ օրաթերթին։ Հիմա իրանք քոչարանականները ասում են ինչի՞ չեք հրապարակում ինչ որ քիվեստի փաստաթուղթ։ Մենք հրապարակել ենք այն ինչ կար։ Հիմա կառավարության, տիրապետության ռեգիստրի մեջ ինչ կար հրապարակվել է։ Ասում եմ, դու հարցնես, դա փաստաթուղթ է։ Այո, դա փաստաթուղթ է։ Ինչ փաստաթուղթ, այո, տեսել եմ, մտի կառավարության կայ գովեմ, նայելի PDF-ը քաշինը։ Սովորական A4 թղթի վրա հայերեն տեքստ է։ Հայերեն տեքստ։ Դու էլ կարաս գրես։ Ես A4-ի վրա հիմա ասենք թե այս թղթերը ես հիմա որ տամ քեզ։ Այս կլի փաստաթուղթ։ Բայց հիմա կարևորը թե ով ումա տվե։ Դե գրածա։ Դա 2008 թվականին, սուտ ասում Լևոն Տեր-Պետրոսյանն է տվել, ոչ, Լևոն այդպես բան գրաշի, գրածա Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի կողմից, գիտես ումա փոխանցվել, համանախագահ Հայաստանին Հայկական ժամանակ օրաթերթին։ Այդ ժամանակ Հայկական ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիրը գիտես ով այլ է Պետրոս։ Նիկոլ Փաշինյանը։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ամենակարկառուն գործիչներից մեկը գիտես ով այլ է։ Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը A4 թղթի վրա գրած ինչ-որ մի հատ տեքստ, որը ոչ մեկի ստորագրությունը չկա, ոչ մի հաստատում։ Նիկոլ Փաշինյանը 2008-ին այդ տեքստը հանձնել է Նիկոլ Փաշինյանին, Նիկոլ Փաշինյանը դա տպել է Հայկական ժամանակ օրաթերթում եւ հիմա հրապարակվում է 2025 թվականին որպես մեղրին Ադրբեջանին հանձնելու փաստաթուղթ։ Իսկ այն Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարն էլ էս խշտախոն
ասում է սուտ ես ասում։ Բայց սուտ ասող, հա Պետրոս։ Հլստե նայի, ազնվագույն մարդ։ Սա կարա սուտ ասի։ Փաստաթուղթ է դա։ Նիկոլ Փաշինյանը փաստաթուղթը հանձնել է Նիկոլ Փաշինյանի։ Դա սուտը ո՞րն է։ Եվ այդ փաստաթղթից երևում է, որ Մեղրին հանձնվել է Ադրբեջանին։ Բա իսկ մենք մինչև հիմա գիտենք, թե Մեղրին Հայաստանը մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը, որը հայկական ժամանակ ինչ է Պետրոս ջան, Վաշինգտոնում Սպիտակ տանը ստորագրվել է մի փաստաթուղթ, որով Մեղրին հանձնվել է Ադրբեջանին։ Բացի կարդ։ Իհարկե Մինսկի համանախագահների բոլոր առաջարկները, որոնք կային, հրապարակվել են։ Հիմա Քոչյանը ստում է եւ չի եղել այդպիսի փաստաթուղթ, բ եղել է բայ դեպքում Սերժ Սարգսյանը ինչ ա արել այդ փաստաթուղթը, որտեղ Քոչյանից հետո Սերժ Սարգսյանն է նախագահ եղել, որտեղ է կորցրել, բարձի տակ է պահել։ Էլի գնաց կպավ Ռոբերտ Քոչյանի Սերժ Սարգսյանին։ Այդ տղա, այ գյադա, դու արտաքին գործերի նախարարի տեղակալ, հասկանում ես այդ ինչ պաշտոն է։ Դա երկրի արտաքին քաղաքականությունը մշակող, իրականացնող մարմնում պետական քաղաքական պաշտոնը։ Այդ պաշտոնը զբաղեցրած մարդ ես եղել։ Դու զբաղեցրել ես ազգային ժողովի խորհրդարանական երկրի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Հիմա դու զբաղեցնում ես խորհրդարանական երկրի ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնը։ Ու դու ասում ես, դու մյուսներդ, որ Ռոբերտ Քոչարյանը բանակցել է, որ Մեղրին հանձնի Ադրբեջան, բայց եթե այդ փաստաթուղթը չկա, դու այդ փաստաթուղթը չես տեսել, պաշտոնապես դա ոչ մեկը քեզ չի ասել, այդ ԵԱՀԿ-ի բոլոր փաստաթղթերը դրանք դուք ոչ միայն պիտի պաշտոնապես ստացած լինեք, այլ ԵԱՀԿ-ի դեպոզիտարիայում դրանք պահվում են։ Ու դու որպես բանակցության կողմ, եթե նույնիսկ չունես եք, կորցրել եք, վերեն կոֆե եք թափել, չգիտեմ, մեջը փաթաթել եք, բան եք ծխել դրանով։ Հիմա որ դիմեք դեպոզիտարիա, այդ կոպիան պիտի տան, եթե կա։ Եթե չկա, բայց դու, արա Քոչյանի հետ գործ չունես, դու ոնց ես ասում, որ Քոչյանը բանակցել է Մեղրին հանձնելու վերաբերյալ, եթե այդպես փաստաթուղթ չկա։ Բայց ինչի վրա հիմնվելով ես դա ասում դու։ Որտեղ է պահել։ Հենքի վեստի փաստաթուղթը չկա։ Ես չգիտեմ եղել է այդպիսի փաստաթուղթ թե չէ, բայց նույնիսկ եթե եղել է, չկա կառավարությունում նման փաստաթուղթ։ Կառավարության տիրապետության ներքո նման փաստաթուղթ չկա։ Հիմա հրապարակվել է 2008 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանի փոխանցած փաստաթուղթը, եւ այստեղ էլ էլի արդեն սա Քոչյանի եւ Լևոն Տեր-Պետրոսյանի սուտ ազ Լևոն Տեր-Պետրոսյանը չէ, Պետրոս։ Նիկոլ Փաշինյանը ինքը իրան մի թուղթ գրեց, տվե իրան հրապարակե։ Հիմա սրանց կառավարած երկիրը Ալիևի համար երանություն չի, ոնց չի տանի, անասուն պիտի լինի էլի, որ չտանի, նա էլ անասուն չի էլի, եղել է վախտին, հիմա դզվել է, կործանում, ինչ ասես։ Շատ լավ, մեկ այլ թեմայի Եվրամիությունում Արադ Միրզյանն էր եւ Եվրամիությունը ասաց, որ $500 միլիոն կներդնի, որպեսզի Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի էներգոհամակարգերը սինխրոնացնի։ Ադրբեջանի չէ, արա։ Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի էներգոհամակարգերը դարձնեն մեկ միասնական։ Բա Եվրամիությունն է, էլի մեզ կապում է էներգետիկ համակարգը Թուրքիայի հետ։ Շարունակի։ Եվ դες լսում եք ձեր դիմախոսներ ասում են, որ այ սրանով մեր էներգետիկ կախվածությունը դնում են Թուրքիայի տակ, որպեսզի հետագայում ատոմակայանը փակեն, դա թուրքերի պահանջն է։ Նորից կկրկնեք։ Այսինքն սինխրոնացվում են Հայաստանի, Վրաստանի եւ Թուրքիայի էներգոհամակարգերը։ Թուրքիայի թե Ադրբեջանի։ Թուրքիայի։ Հա։ Սրա արդյունքում մենք ընկնում ենք էներգետիկ կախվածության մեջ Թուրքիայից եւ արդյունքում փակում ենք ով է այդ դիմախոսը։ Ձեր սիրած Էդմոն Մարուկյանը։ Այ Պետրոս ջան, արա, ոնց փակեն ադո։ Արա Նիկոլ Փաշինյանը չասաց, որ Հայաստանում 2 հատ նոր ատոմակայան է ստեղծվել։ Իհարկե դրանք ատոմակայան չեն,
բայց երկու հատ ստեղծվել է։ Կառավարության նիստում մարտը հայտարարել է։ Դրանից բացի հեսա շարժականներն են տեղադրվում ամերիկյան մոդուլային փուչուր, ասենք ամեն մի գյուղի մոտ մի հատ իր ամեն գյուղ պետք է իր ատոմակայան ունենա։ Ամեն մեկը մի հատ պետք է ունենա։ Այդ էլ մի հատ նոր ցանց է ստեղծում, էլի։ Ասենք ոնց է, եթե մեզ այսինչ 88 ենթադրենք սուպերմարկետների ցանց կա, չէ՞ Հայաստանում։ Հա նորմալ է, խանութը սա էլի ուրիշ ցանցեր կան։ Հիմա նաև պիտի ստեղծվի ատոմակայանների ցանց Հայաստանում։ Իսկ այն մեծամորինը դե հիմա դե Պետրոս արա, դե դա արդեն սովետի վաղտվանից սարքած ռուսական կոնցեսիայով կառավարվող հարամ բան մեռանել այդ մեր խեղճ ադրբեջանցիներն ու թուրքերը դժգոհելով։ Հենց 2024 թվին Ռուբինյան ջան Փաշինյանը, որ գնացել էր Բրյուսելում միջուկային անվտանգության այդ համաժողովին, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն էր ընդ, Թուրքիայի արտգործնա, չնայած Թուրքիայում Ադրբեջանում ատոմական չկա, բայց իրան գնացել էին ընդ։ Գնացել էին ու ելույթ էին ունենում ու երկուսն էլ ինչ էին ասում էին որ պիտի Հայաստանի ատոմականը փակվի արդար պահանջը դե հիմա մեր ինչին է մենք եթե մենք արդեն երկու հատ ուրիշ ատոմակայան ստեղծել ենք ցանցներ ստեղծվելու է ատոմակայանների դա մեր ինչին է պետք կարաս ինձ ասես ավելորդ գլխացավանք ռադիացիայի բուն ինքը նկատել է որ մենք բանակցություններ ենք վարում նոր ատոմակայան սարքելու շուրջ Չէ, ինքը նկատել է, որ արդեն նոր ատոմակայանները կա։ Ինչ բանակցություններ, հələ նոր պիտի բանակցի։ Հարցը համարվի լուծված Ռուբինյան ջան։ Դուք ուղղակի դպրոցների զուգարան չեք կարում վերանորոգեք։ Խեշ Պետրոսի կենիկը սաղոր այդ դպրոցի զուգարանները քարշագալի։ Այդ չեք կարում անեք, թե չէ ատոմակայանը, ինչ է ձեզ, սեմուշկի պես է, ախպեր օրը մի հատ սարքում գցում եք Յանի վրա։ Ինչ պրոբլեմա ատոմակայան սարքելը որ Ես ով էլ կանգնած ինչ-որ այդ մարդկանց ուզում եք քննադատի։ Ես շատ ուրախ եմ, որ ժամանակին չլսեցի իրեն եւ չմիշնորթեցի, որպեսզի մենք իրեն ընտրենք մարդու իրավունքների պաշտպան։ Էդի լավ է կարե, բայց որտեղ մարդու իրավունքների պաշտպան ընտրության հարցում դուք ունես մի հատ ընտրություն եք կատարել Ռուբինյան ջան, որտեղ խոսալու բան չկա, այլ սաղից բերանը փակվել է, այլ այնպես մի հատ ընտրություն եք կատարել, որ մարդ ասես վախենում է խոսի։ Դե հիմա սաղս էլ փուճուր ժամանակ այդ անտեր հեքիաթը կարդացել ենք, գիտենք, որ այդ հեքիաթի հերոսը մի խոսքով վախենում է, այո, մարդու իրավունքի պաշտպանը իսկ ժողովուրդը վախենա, բա ոնց Պետք է վախենա, որ պաշտպանված լինի։ Որ չվախեցավ, անտերական ինչ ասես կարանի, թե իր իրավունքները խախտի։ Իսկ որ վախենում է, արդեն զգաստանում։ Այդ հարցում չեն քննարկում։ Այդ հարցը դանապես կադրային հարցերը ձեր մոտ ամենաբարձր մակարդակի վրա են։ Իսկ ինչ վերաբերում է տեղյակ ենք, թե տեղյակ չենք, իրանք ինչ են անում Պետրո։ Ոնց տեղյակ չենք, այ ապեջան դու հո տեղյակ ես։ Այս վերջերս է Ռոմանոսը, Մեսրոպյան այդ հանձնաժողովի, բայց տեղյակ ենք, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը արդեն անցել է կառավարման ներեգություն արտահայտությանս Ռոմանոս Պետրոսյանի կողմից 4 ամիս կառավարման հետևանքով Ռոմանոսը բերել է քաշել է այդ Հայաստանի էլեկտրական ցանցերին Ռոմանոսի քաշած արաղը չէ ցանցերին է քաշել Բերել է այդ ցանցերը Հայաստանի էլեկտրական ցանցերը լիցենզիայից զրկվել են Հիմա այս ընկերությունը որ լիցենզիայից զրկվել է պիտի արդեն սեփականատիրոջներ հեռացնեն ընկերությունը վերցնեն դրանից հետո ծախեն որ ծախեն ով պիտի առնի Արադ Միրզյանը Եվրամիությունում խոսել է ապրեն մեր թուրքերը Հիմա թուրքերը որ իրանք Հայաստանի էլեկտրական ցանցերն էլ առնեն Արդեն Վրաստանն է որպեսզի հանկարծ ռուսական մտածողի ցանցը կարևոր բան է էլի ամբողջ երկրի գլխավոր ենթակառուցվածքն է հոսանք չկա հմեկե չկա գործանը չկա տունը չկա ջեռուցումը Էդի պիտի լինի թուրքերի տրամադրության տակ ու այդ որոշումը լիցենզիայից զրկելու ով է կայացրել Պետրոս ջան Մի հատ ասա թույս մեր քաղցր աղբերն էլ իմանա էլ ինքը կամ այդ որոշումը կայացրել է հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը, որը կազմված ընդամենը 5 հոգուց, որից մեկը էս Մեսրոպն է Կոտայքի նախկին մարզպետ Սասու Միքայելյանի բարեկամ։ Էս մեկը ընդդիմությունն է սրա այդ գործը, էս երեքն էլ որոշումը կայացնելուց մի քանի ամիս առաջ եղել են Թուրքիայում։
ես իրանց ցավներ տանեմ։ Չգիտի էդի Էդմոն Մարուկյանը կամ է մեկը կամ են մյուսը։ Հիմարները ոչ չգիտեն։ Չգիտեն թող իմանան։ Ուրախությամբ ավարտում ենք եթերը, շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մեր հյուրը ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն էր, կհանդիպենք ցտեսություն։